Երկրի գլխավոր դրամատունը խնդիր է դրել կարգավորել կրիպտոարժույթի ոլորտը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանց առողջարքը օրենսդրորեն կարգավորված չէ։ Այս գործունեությամբ զբաղվողներից շատերն էլ ստվերում են աշխատում, հարկ չեն վճարում։ Ոչ մեկ չի ասում հարկային դաշտ պետք է չգան։ Այո, թող գան ու կամայական ռեգուլյացիայով գալու են։ Մենք ասում ենք՝ մի բերեք այն բադ ռեգուլյացիա, որը մեր պետության սուվերենությունը տալու է դուրսի ձեռք։ Դեռ օրենքով է կրիպտո չենջերի նկատմամբ 10x ավելի պահանջ է դրած, չգիտեմ, դա աուդիտներ են ուզում, ներքին, արտաքին, կապիտալ են ուզում, այսինքն ոչ համեմատելի է չենջերի հետ, ավելի շուտ իրենց որպես բանկ են նայում։ Մասնագետների դիտարկմամբ կենտրոնական բանկը փորձում է իր ձեռքն առնել կրիպտո ընկերությունների ամենօրյա որոշումները, ընդհանուր բիզնես պլանի իրատեսական լինելը։ Ըստ ոլորտի մասնագետների կենտրոնական բանկը հակված է կարծել, որ կրիպտոարժույթների ոլորտը ուղղակիորեն մրցակցում է բանկերի հետ։ Որովհետև բանկերը գիտեք, գերշահույթով աշխատող կազմակերպություններ են, ինչ է տալիս կրիպտոարժույթների ոլորտը, ինքը ուղղակի զրկում է այդ բանկային սեկտորին այդ տոկոսից։ Խոսքը չի վերաբերվում, որ բանկային սեկտորը փոխարինում են ուրիշ սեկտորով, այսինքն բանկերի տեղը ուրիշներն են աշխատելու այդ գումարները։ Ոչ, այդ գումարները մնում են մարդկանց գրպանում։ Այսինքն այն ինչ կորցնում է բանկը կրիպտոարժույթներով, չի շահում երրորդ ընկերություն, չի շահում Microsoft-ը եւ Google-ը, շահում են մարդիկ։ Իսկ կրիպտո ոլորտի մասնագետները ճիշտ են համարում, որ դաշտի կարգավորման լիազորությունները տրվեն ոչ թե կենտրոնական բանկին, այլ մեկ այլ գերատեսչության։ Ասում են, չկա մի երկիր, որտեղ կրիպտոարժույթների ոլորտը կարգավորի կենտրոնական բանկը։ Այս կարգավորումը, որը որ բերել են, չնայած նրան, որ ԿԲ ներկայացուցիչները ամեն երրորդ նախադասության մեջ ասում են, որ մենք տեխնոլոգիաներին չենք կպնելու, բայց իրենց կարգավորումը փաստացի նաև իրենց իրավասությունը տալու իրանք որոշեն ինչ-որ բանը տեխնոլոգիա թե չէ ու ըստ դրա որոշեն կարգավորում են թե չէ։ Մասնագետների դիտարկմամբ բանկերը բարձրացնելու են սպառողներից գանձվող միջնորդավճարները եւ փոխանակման դեպքում դանդաղեցնելու են կատարվող գործարքների արագությունը։ Վերցնել տալ ամեն ինչ բանկերի ձեռքը կրկին, ստիպել որ կրիպտոարժույթները անպայման գնան բանկով վերջում էլի կանխիկացնեն եւ այլն բանկերին են տալ տոկոսները, դա ընդհանրապես դառնում է անիմաստ։ Կենտրոնական բանկը ասում մենք չենք սպանում ոլորտը, բայց կներեք, եթե այդ ոլորտի իմաստը նրանն է, որ բանկին տոկոսներ չտաք եւ հիմա ստիպում եք նորից վերջում բանկով շրջանառություն անել եւ տոկոսները տալ։ Դա ստացվում է անիմաստ։ Կրիպտո մասնագետները համարում են, որ նախագիծը բազմաթիվ կետերով բառացի կրկնում է եվրոպական օրենսդրությունը, առանց հաշվի առնելու մեր երկրում առկա իրականությունը, խնդիրները։ Եվրոպական կարգավորումը դեռ նոր պետք է ուժի մեջ մտնի։ Շատ դանդաղ, հա մի տարում, երկու տարում պետք է ուժի մեջ մտնի։ Իրանք էլ դեռ չգիտեն աշխատելու այդ կարգավորումը թե չէ։ Ու արդեն իսկ շատ մեծ ընկերություններ նորարարական, հա, IT դուրս են գալիս եվրոպական կարգավորումից, որովհետև անհնար է դրանք պահպանել ու մնալ նորարարական։ Նախագծի որոշ հոդվածներ էլ կրկնում են Հայաստանում գործող վարկային կազմակերպությունների ու արժեթղթերի շուկայի մասին օրենքները, որոնք ըստ մասնագետների կիրառելի չեն էությամբ մեծ տարբերություն ունեցող այս ոլորտում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։